Վերջին օրերին Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եւ նրա դեմքը հանդիսացող Պետրոս Ղազարյանը իսկական ողոքների որս է սկսել Հայաստանի եվրոպական կուսակցության եւ ինձ թիրախավորելով հատկապես այն քննադատության համար, որը մենք հնչեցնում ենք Փաշինյանի կառավարության հասցեին Եվրոպական միությանը անդամակցելու օրենքը արդեն 9 ամիս չկատարելու պատճառով։ Պետրոս Ղազարյանը մեկ իր հաղորդումների մասնակիցներին կոչ է անում չհիշատակել, չհիշել Խզմալյանին։ Եկեք Խզմալյանին չհիշել։ Մեկ այլ հաղորդման ընթացքում եթերում ինձ անվանում է հիբրիդային կլիենտ, բայց ուրիշ կլիենտներ կան։ Եվ օրինակ Տիգրան Խզմալյանը, եթե Եվրոպա հենց հիմա չգնա, փլվելու է, սախսուտ է, ամեն ինչ ճիշտ չի, տրիպ-մրիպ, նույնպես հիբրիդային կլիենտ է։ Ինչ ասեմ, օլիգարխ Ծառուկյանի անձնական օգտագործման կենտրոն հեռուստատեսության 15 տարվա ընթացքում տնօրեն աշխատող Պետրոս Ղազարյանը մեզնից բոլորից լավ գիտի, թե ինչ է նշանակում հիբրիդային կլիենտ, ագենտ եւ այլ բաներ լինել։ Բայց այստեղ այլ բան է հետաքրքիր։ Օրերս Հայաստանի կառավարությունը, որը վերահսկում է հանրային հեռուստատեսությունը, դիմել է Եվրամիությանը խնդրանքով պաշտպանել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Եվ ահա ինչպես են նրանք պաշտպանում ոչ թե օլիգարխներից, ոչ թե ռուսական ագենտներից, այլ Հայաստանի եվրոպական կուսակցությունից։ Հիշենք սա։